Ալեն Սիմոնյանը ըստ իս ինչ-որ չափով վշտացած էր օրեր առաջ, երբ լրագրողները հարցերին պահանջի կնգել 10-րդ ներկուսակցական քվեարկության ժամանակ բաներ վիշտ կար պարոն Սիմոնյանի հոգում եւ սրտում դե այդպես ստացվեց, հա, այսինքն Ալեն Սիմոնյանը սպասվածից իր սպասածից ավելի ցածր տեղ ունի եւ այս ցուցակում եւ ներկուսակցական քվեարկության արդյունքով, հա, չգիտեմ, իր քաղաքացու վրա թքելու պատմությունն է, թե ուրիշ պատմություններ են, տեղյակ չեմ, բայց այս է ստացվել, էլի, չի բացառվում, որ ընտրություններից հետո, եթե իշխանության է մնում քաղաքացիական պայմանագիրը, Ալեն Սիմոնյանը կարող է փոխարինվի ազգային ժողովի նախագահի պաշտոնից մեկ ուրիշ պաշտոնի, բայց սա ենթադրություն է շատ հեռավոր, տեսնենք ինչպես կստացվի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։